չար մշակների առակը, երկնքի արքայությունը նման է մի տանուտեր մարդու, որ վաղ առավոտյան դուրս եկավ իր այգու համար մշակներ վարձելու, եւ մշակների հետ օրավարձը 1 դինար համաձայնության գալուց հետո նրանց իր այգին ուղարկեց։ Երրորդ ժամին մոտ դուրս ելնելով տեսավ ուրիշների, որ հրապարակում անգործ կանգնել էին, նրանց էլ ասաց. «Դուք էլ այգի գնացեք, եւ ինչ որ արժան է, ձեզ կտամ»։ Նրանք էլ գնացին։ Ապա 6-րդ եւ 9-րդ ժամերին դարձյալ դուրս ելնելով նույն բանն արեց։ 11-րդ ժամին մոտ եւս դուրս ելնելով գտավ ուրիշների անգործ կանգնած եւ նրանց հարցրեց. «Ինչու եք ամբողջ օրը անգործ կանգնել այստեղ»։ Նրան պատասխանեցին. «Որովհետև ոչ ոք մեզ չվարձեց»։ Նրանց ասաց. «Դուք էլ այգի գնացեք եւ ինչ որ արժան է կստանաք»։ Երբ երեկո եղավ, այգու տերը իր գործավարին ասաց. «Կանչիր մշակներին ու տուր նրանց վարձը, վերջիններից սկսած մինչև առաջինները, ովքեր 11-րդ ժամին էին վարձվել, եկան եւ մեկական դինար ստացան։ Եկան նաեւ առաջին ժամի վարձվածները եւ կարծում էին, թե ավելին կստանան, սակայն նրանք էլ մեկական դինար ստացան, բայց երբ ստացան, տանտիրոջը տրտնջացին ու ասացին. «Այդ վերջինները 1 ժամ աշխատեցին, իսկ դու նրանց հավասար դարձրեցիր մեզ, որ օրվա ծանրությունն ու շոկը տարանք»։ Նա նրանցից մեկին պատասխանեց ու ասաց. «Ընկեր, ես քեզ չեմ զրկում, չէ՞ որ դու ինձ հետ 1 դինարով համաձայնվեցիր, վերցրու քոնը ու գնա, ես ուզում եմ այս վերջինին եւս վճարել այնքան, որքան քեզ։ Միթե ես իրավունք չունեմ ուզածիս պես վարվել ունեցվածքիս հետ, թե գուցե նախանձում ես, որ ես բարի եմ, այսպես էլ վերջինները կլինեն առաջիններ, իսկ առաջինները վերջիններ»։